Կես տարի առաջ Նիկոլ Փաշինյանի SMS-ով աշխատանքից ազատված հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին մեկ ամիս առաջ փոխարինած Արթուր Նահապետյանը խորհրդարան է եկել 2024 թվականի հաշվետվությամբ, բայց ընդդիմադիրներին այլ հարց է հուզում։ Կոմիտեի կազմվածությունը գործադիր իշխանությունից։ Անկախ կոմիտեի նախագահին Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը առաջարկում է գնահատել կախվածությունը գործադիրից։ Հնարավոր է մի օր էլ ինքը Փաշինյանից SMS ստանա։ Ուղիղ ցուցումներով կամ հեռախոսային SMS-ներով։ Ինչ կախվածություն։ Դեռ մեկ ամիս կոմիտեն ղեկավարող Նահապետյանը պնդում է, առաջնորդվում է բացառապես ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքներով։ Ես հավաստիացնում եմ, որ հակակոռուպցիոն կոմիտեն որևէ մարմնից եւ որևէ անձից կախվածություն չունի, հակակոռուպցիոն կոմիտեն կախվածություն ունի բացառապես սահմանադրությունից եւ օրենքներից։ Մեծարգո պարոն վարչապետ։ Եվ ընդհանրապես, ինչ Նահապետյանը մտել է հակակոռուպցիոն կոմիտե, չի զգացել, որ Նիկոլ Փաշինյանն այս կամ այն գործով հանձնարարական իջեցնի իրավապահներին։ Այդ դեպքում, ինչու հենց Գյումրիի ավագանու ընտրությունների նախաշեմին հակակոռուպցիոն կոմիտեի թիրախում հայտնվեց ընդդիմադիր թեկնածուներից մեկը, այսպես ասած Շիբինի գործով, անգամ քրեական գործ հարուցվեց։ Այն դեպքում, երբ իշխանական թեկնածու Սարիկ Մինասյանը հենց նախընտրական շրջանում բարեկարգման աշխատանքներ էր անում, դրանք ներկայացնելով ծրագրված աշխատանքներ։ Դուք չեք կարող փաստարկել, որ այդ երկու դեպքերը նույնանման են առնվազն, այսինքն գործ ունենք տարբեր դեպքերի հետ եւ բնականաբար տարբեր դեպքերով իրավապահ մարմինների գնահատականը շատ դեպքերում կարող է նույնը չլինել, այսինքն հաշվի առնելով կոնկրետ հանցակազմի հատկանիշների առկայությունը, քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը։ Խորհրդարանական թղթակիցներից Նահապետյանը ժամանակ է խնդրում պատասխանելու այն հարցին, ինչու են աչք փակում, երբ կոռուպցիա է նկատվում ՔՊԱ-ական համայնքապետերի հայտարարած տենդերներում։ Օրինակ, մամուլում հրապարակումներ կան, որ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը համայնքապետարանի համար սեղմված բնական գազի պատվեր է տվել իր ամուսնուն Արամ Միրզոյանին պատկանող գազալցակայանին։ Հնարավոր չի մեկ ամսում տիրապետել հարյուրավոր վարույթների, առավել ևս օպերատիվ հետախուզական մարմնում առկա նորից հարյուրավոր ուսումնասիրությունների։ Դրա համար պետք է ժամանակ, թույլ տվեք այդ ժամանակը անցնի, ես տիրապետեմ այդ վարույթներին եւ մեծ սիրով ձեր բոլոր հարցադրումներին կպատասխանեմ։ Նահապետյանը չի հասկանում հարցերը, որոնք առնչվում են Փաշինյանի տիկնոջ Աննա Հակոբյանի գործունեությանը։ Ես կներեք, բայց չեմ կարող հիմա հասկանալ, թե դուք ինչ նկատի ունեք, ինչ դեպքի վերաբերյալ ձեր հարցադրումները։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին լրագրողները հիշեցնում են, բազմաթիվ հրապարակումներ կան, որ իշխանությունը բարեկամաբար հորդորում է գործարարներին մուծվել Աննա Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամին։ Հաջողակ տղամարդկանց, որոնք հրաժարվում են ընտրել վարչապետի տիկնոջ հետ, ըստ մամուլի իշխանությունը սկսում է հարկային տեռորի ենթարկել։ Թե դատախազությունը, թե հակակոռուպցիոն կոմիտեն իր գործունեության ընթացքում պարբերաբար մոնիթորինգ է իրականացում, այդ թվում նաև մամուլի հրապարակումներ է ուսումնասիրում եւ եթե գտնում է, որ կան հանցագործության վերաբերյալ որոշակի տվյալներ, ապա պարտադիր այդ կապակցությամբ իրականացվի համապատասխան վարույթ։ Հակակոռուպցիոն կոմիտեի նորանշանակ նախագահը վստահեցնում է, Աննա Հակոբյանին ստուգելու որևէ կաշկանդվածություն ինքը չունի։ Կարնե Մանգասարյան, Նորա Շարբաթյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։